Ինչպես արդեն հայտնել էինք, դերասան Խաչատուր Հունանյանը, ով շատերի սիրտը նվաճեց «Քեզանից հետո» և «Բախում» սերիալներում իր դերերով, առողջական լուրջ խնդիրներ ուներ։ Նրա մոտ ախտորոշվել էր ագրեսիվ քաղցկեղ, որը տարածվել էր թոքերի, ոսկորների և ողնաշարի վրա։ Բազմաթիվ բուժումներ ԱՄՆ-ում արդյունք չէին տվել, սակայն հույսի մի շող հայտնվեց Գերմանիայում առաջարկված նոր ծրագրի շնորհիվ։ Խաչատուրի կյանքի ու ապաքինման համար անհրաժեշտ էր մեծ գումար՝ $150,000, և այստեղ կրկին հայ ժողովուրդը համախմբվեց։ Սկսվեց դրամահավաք, որի շնորհիվ հնարավոր եղավ հավաքել անհրաժեշտ գումարը։ Այսօր արդեն մեծ ուրախությամբ կարող ենք հայտնել, որ Խաչատուր Հունանյանը մեկնեց Գերմանիա և ավարտեց իր բուժման առաջին փուլը։ Վերջերս դերասանը տեսանյութ է հրապարակել Մյունխենի օդանավակայանից, պատմելով իր վերջին շրջանի անցուդարձի մասին։ Նա նշում է, որ ավարտել է առաջին փուլը և այժմ վերադառնում է Ամերիկա, շարունակելով բուժումը դեղամիջոցների միջոցով։ Իր ուղին դեռ ավարտված չէ, սակայն հստակ է, Խաչատուրը շարունակում է պայքարը նույն ուժով, հավատով ու կյանքի նկատմամբ սրտանց սիրով։ Տեսանյութում դերասանը պատմում է, թե որքան ծանր էր բուժման առաջին փուլը։ Նա դիմագրավել է անասելի ցավերին, ունեցել է հոգեվիճակի կտրուկ անկումներ, սակայն երբեք չի հանձնվել, որովհետև նպատակը ապրելն էր։ Այս խոսքերը վկայում են ոչ միայն նրա ուժեղ կամքի, այլև այն հույսի մասին, որով նա ապրում է, իր երեխաների կողքին մնալու համար։ Խաչատուրը անկեղծ շնորհակալություն է հայտնում բոլոր աջակիցներին, բարերարներին, հետևորդներին և անծանոթ մարդկանց, ովքեր աղոթել են իր առողջության համար։ Նրա խոսքերը հուզիչ են. «Ձեր հավատը իմ մեջ էր, իմ ուժն էր»։ Նշենք, որ փետրվարի 12-ից 15 ընկած ժամանակահատվածում Խաչատուրը կրկին մեկնելու է Գերմանիա վերահետազոտվելու։ Բժիշկները պետք է պարզեն, թե ինչ արդյունքներ է տվել առաջին փուլը։ Եթե արձանագրվի դրական դինամիկա, ապա դերասանը կանցնի երկրորդ փուլին։ Իսկ մինչ այդ նա շարունակում է բուժումը ԱՄՆ-ում դեղամիջոցների միջոցով, որոնք ևս ունեն ծանր կողմնակի ազդեցություններ՝ ցավ, հոգնածություն, տրամադրության անկում։ Բայց այս ամենին Խաչատուրը դիմանում է, հավատալով, որ արժե անցնել այս ամենով կյանքը շարունակելու համար, և ինչպես ասում է դերասանը, սա արդեն ընդունում է որպես կյանքի մի փառ, քանի որ խոսքը գնում է իր առողջության և ընտանիքի կողքին մնալու երազանքի մասին։ Մաղթում ենք Խաչատուրին լիարժեք ապաքինում, ուժ, կամք և հավատքի անսպաս աղբյուր այս ճանապարհը հաղթահարելու համար։ Թող ցավերն անցնեն, առողջությունը վերականգնվի և թող այս պայքարը վերածվի հաղթանակի։ Իսկ այժմ ներկայացնում ենք Խաչատուր Հունանյանի բացառիկ տեսանյութը, որտեղ նա կիսվում է իր ապրումներով, երախտագիտությամբ ու հույսով։ Ողջունում եմ բոլորիդ, իմ սիրելի ու հարգելի հետևորդներ, ընկերներ, բարեկամներ և անծանոթներ, հուսամ բոլորդ լավ եք, մի երկու բառով ասեմ ինչա կատարվում, ինչա տեղի ունեցել այս ընթացքում, ահագին ժամանակ ոչինչ փոշ չեմ անում, որտեվ ընդունում եմ քիմիայի դեղեր, որոնք շատ ուժեղ ազդում են իմ տրամադրության վրա, բայց ես իհարկե գիտակցում եմ, որ դա ընդհանրապես դեղերի ազդեցությունն է և ոչ մի լուրջ բան չկա։ Համենայն դեպս այն մարդիկ, ովքեր անցել են այս ամեն ինչի մեջով, ինձ կհասկանան շատ ավելի լավ։ Ցավեր ունեմ շատ, իհարկե առավոտյան, մեկ էլ երեկոյան ընթացքում դա արդեն դեղերով, ցավազրկողներով փորձում ենք դիմանալ մինչև անցնի այս ժամանակը։ Սակայն վախենալու ոչ մի բան չկա, եթե պատրաստ ենք կռվելու, ուրեմն պետքա կռվենք, եթե չէ, ուրեմն չէ։ Այն մարդիկ, ովքեր գտնվում են իմ իրավիճակում կամ անցնում են ինչ-որ sense փորձության մեջով, խնդրում եմ չընկճվեք, որտեվ կյանքը իրոք նվեր է բոլորիս ու ես կցանկանայի, որ բոլորդ պոզիտիվ նայեք այս ամեն ինչին, որտեվ քաղցկեղը ինքը մահապատիժ չի, ինքը վճիռ չի։ Նենց որ ամեն ինչ գալիս է ձեր տրամադրվածությունից, Աստծուն հավատալուց, աղոթքներից, դեղերից, ուտելիքից և մնացած ամեն ինչից, ինչը մեզ շրջապատում է։ Նենց որ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ կլինի։ Փետրվար ամսին գնալու եմ նորից այդ Գերմանիա ստուգումների, որովհետև Ամերիկայում չեմ վստահում ստեղ այս բժշկական ոչինչին, արդյունք չի տվել ստեղ ոչ մի բան։
Այստեղ մենակ մտածում են ապահովագրությունից քաշեն ինչքան հնարավոր է շատ գումար, այսինքն դու աշխատում ես որպես մատերիալ իրենց համար, մի բան, ինչից կարելի է ինչքան հնարավոր է շատ փող քաշել։ Իսկ մեզ համար մեր կյանքը կարևոր է, մեր երեխեքի, մեր ընտանիքների համար, նենց որ պետք է անել այն ամենը, ինչ որ պահանջվում է անել, այսինքն չնայելով ոչ մի բանի, նյութական ու մնացած բաների, նենց որ որոշումները կայացված է այդպես ու պետք է շարունակվի այնպես, ոնց որ որոշել ենք։ Ընդհանուր առմամբ էս է կատարվում։ Հələ մինչև փետրվարի 12-ից 15-ը, ես չգիտեմ որը կգնամ, բայց դեռևս պետք է ամեն օր խմեմ քիմիաներ, տաբլետկաներ, դեղեր շատ, թվով 12 դեղ եմ խմում օրվա մեջ, ասեմ շատ բարդ է, շատ իր լավ ու վատ կողմերը ունի, ինչ որ տեղից լավացնում է, ինչ որ տեղից էլ ունի իր մինուսները, բայց ամեն դեպքում պետք է հաղթահարել։ Էլի ես կգամ ուրիշ հաղորդագրությամբ, ես շատ նամակներ եմ ստանում ձեզանից, չեմ կարողանում բոլորիդ հատառատ պատասխանեմ, բայց հույսով ամեն ինչ լավ կլինի ու տեղակ կպայեմ, թե ինչ է կատարվում, Աստված օրհնի բոլորիդ, չընկճվեք, լավ եղեք, ժպտացեք, որովհետև ժպիտը դա կյանք է։